Տիկնայք եւ բանակ բարի երեկո արգարժան հյուրեր։ Ողջույն սիրելի հանդիսատես։ Երեկոն մեկնարկեցինք Բերդ Պարային անսամբլի ելույթով ձեր ծափահարությունները։ Ուրախ ենք ձեզ ողջունել The Leader 2025 ամենամյա միջազգային մրցանակաբաշխությանը։ Մեծարման երեկո, որին ներկայացված են Հայաստանի տնտեսության, ռազմաարդյունաբերության եւ այլ ոլորտների առաջնորդներն ու հիմնասյուները։ The Leader 2025-ը յուրաքանչյուր տարի մեկ հարկի ներքո միավորում է տարբեր ոլորտների նվիրյալներին։ Մրցանակակիրներն ընտրվել են հանրային կարծիքի եւ փորձագիտական ուսումնասիրության հիման վրա։ Այսօր The Leader 2025 միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են Հայաստանի Հանրապետությունում եւ Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր ծափ։ The Leader 2025 մրցանակաբաշխություն, որի կազմակերպիչն է Հանրային վարկանիշ ընկերությունը։ Սիրելի հանդիսատես, խնդրում ենք պահել ձեր տոմսերը, քանի որ միջոցառման ավարտին սպասվում է աննախադեպ անակնկալ։ Միջերկրական ծովի գեղեցկություն, աֆրիկյան բնություն, Արաբիայի էկզոտիկա, տակծով եւ իհարկե անմոռանալի տպավորություններ է պատրաստել այսօրվա հաջողակ հանդիսատեսի համար մեր գործընկեր Անրիվա տուր օպերատորը։ Եվ այսպես խաղարկելու ենք ավիատոմս դեպի Թունիս, այնպես որ պահեք ձեր տոմսերը եւ միգուցե հենց դուք դառնաք այս ճանապարհորդության ուղեկիցը։ Անրիվա իդեալական հանգիստը քո ընկերության հետ։ Ցուցադրման հովանավորն է Հայաստանում առաջատար Բիդեկ շինարարական ընկերությունը։ Շնորհակալություն հայտնենք նաև Դան դեսերտին անկրկնելի եւ քաղցր հյուրասիրության համար, այո, ձեր ծափարությունները։ Իսկ լավ տրամադրության եւ հայկական համի համար շնորհակալություն Իջևանի գինու կոնյակի գործարանին, որը նաև նվերներ է պատրաստել մեր մրցանակակիրներին։ Առանց մեր ինֆորմացիոն հովանավորների երեկոն կլիներ կիսատ, ես կասեի պռատ, ժողովուրդ օրաթերթ եւ արմ լուր։ Շնորհակալություն ձեզ։ Եվ երեկոն իր գեղեցիկ կատարումներով կուղեկցի Արա եւ ընկերներ բենդը։ Հարգելի հյուրեր, շնորհակալություն ձեր ներկայությամբ մեր երեկոն պատվելու համար։ Շնորհակալություն, որ այսօր ներկա եք մեր միջոցառմանը։ Սիրելի հանդիսատես, ձեր ջերմ ծափողջունների ներքո The Leader 2025 լավագույնների եւ առաջնորդների շքերթը հայտարարում ենք բացված։ Եվ այսպես սկսում ենք մրցանակաբաշխությունը։ Հրեշ 7 արալես տորք։ Այո, հաղթանակը սիրում է պատրաստվածություն եւ խորհրդանշական է մրցանակաբաշխությունը սկսել ռազմաարդյունաբերությամբ։ 2016 թվականից մեր առաջին մրցանակակիրն իր գործնեությունն ու կենսագրությունը ծառայեցնում է հզոր հայրենիքին։ Հզոր ռազմաարդյունաբերություն, հզոր Հայաստան։ Ուշադրություն դեպի էկրանին։ Հայրենասիրությունից ծնված երազանք, որ 2016 թվականից միսուարյուն ստացավ դառնալով ռազմաարդյունաբերության կարևոր ուղղություն։ Դավարո, ընկերություն, որի առաքելությունն ու նպատակը դարձավ հզոր պետությունը, իսկ նշանաբանը ուժն է տալիս անկախություն։ Գրեթե 10-ամյա գործունեության ընթացքում Դավարոն հիմնադիր Դավիթ Գալոյանի ղեկավարությամբ որդեգրեց ռազմաարդյունաբերության մի քանի կարևոր ուղղություններ՝ անօդաչու սարքերից մինչև հարձակողական սարքերի նախագծում եւ արտադրություն։ Դավարոյի հիմնադրի գերագույն նպատակն է ռազմաարդյունաբերության շնորհիվ դառնալ մրցունակ ամբողջ աշխարհում եւ Հայաստանի անունը թողնել այս ոլորտի առաջատարների շարքում։
Թեև ներկայում Դավարոյի հիմնական ուղղությունը ներքին պահանջների բավարարման համար ստեղծված սարքավորումներն են, սակայն մոտ ապագայում Դավարո անունը լսելի կլինի նաև միջազգային շուկայում։ Ընկերության նպատակն է նաև ոլորտի առաջատար մասնագետների մոտիվացումն ու պատրաստումը։ Հենց նրանց շնորհիվ Հայաստանը կարող է իր կայուն տեղն ունենալ աշխարհում։ Մեր երկրի առաջ ծառացած յուրաքանչյուր արհավիրք Դավարոյի համար նոր բարդության նախագծեր իրականացնելու կամք ու եռանք է։ Դավարոյի ստեղծած յուրաքանչյուր սարք կրում է հայրենիքի պաշտպանության հզոր խորհրդանիշները, քանզի հաղթանակի համար անհրաժեշտ է պատրաստվածություն։ Հայկական ռազմարդյունաբերություն, հզոր եւ ապահով հայրենիք։ Ռազմարդյունաբերական հայրենանվեր գործունեություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Դավարո ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Դավարո ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Գալոյանին։ Մրցանակը հանձնելու համար բեմ ենք հրավիրում Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի երկարամյա տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մհեր Մարկոսյանին։ Այն ինչ որ կատարվեց այս վերջի տարիների ընթացքում, դա լուրջ թռիչք էր եւ ցույց տրվեց, որ մեր արտադրածը ուրիշ է։ Պատվոգիր է։ Անչափ շնորհակալ եմ մրցանակի համար, սա իմ համար շատ մեծ պատիվ է, նաև պարտավորեցնող, շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք ձեր ծափարությունները։ Արդեն 40 տարի հայ սպառողի ընտրությունը մեկն է։ Նրանք ընտրում են ամենապատասխանատու վստահելի հայրենական արտադրողին։ Ուշադրություն դեպի էկրանին։ Քառասունամյա գործունեություն, ալերագործության ոլորտում ավանդույթների հաստատում եւ որակի սանդղակի սահմանում։ Բաղրամյանի ալերաղաց գործարան։ Ընկերություն, որը հիմնադրումից մինչ օրս գործում է իշա հայրենիքի բարօրության, հանուն առաջին անհրաժեշտության, ռազմավարական նշանակության մթերքի բարձրակարգ եւ որակյալ արտադրության։ Առանց քիմիական հավելումների եւ էկոլոգիապես մաքուր Բաղրամյանի ալյուրը բավարարում է հանրապետության պահանջարկի կեսից ավելին։ Ունենալով 460 աշխատակից, ընկերությունը լուծում է նաև կարևորագույն զբաղվածության եւ հայրենիքում արարելու խնդիրը։ Ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը եւ նրա գաղափարակիցները տարեցտարի կրկնապատկում են ջանքերը, մշտապես աչքի ընկնելով նորարարական գաղափարներով եւ համալրելով գործարանը աշխարհում արկա վերջին սերնդի արտադրական լաբորատոր սարքավորումներով։ Բաղրամյանի ալերաղաց գործարանի հայրենանվեր գործունեությունը մշտապես արժանանում է գնահատանքի թե հայրենիքում, թե դրա սահմաններից դուրս։ Շնորհիվ ճիշտ ռազմավարության եւ ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելուն, ընկերությունն իր ոլորտի բացարձակ առաջատարն է եւ որակ սահմանողը։ Էկոլոգիապես մաքուր, բարձրորակ, արտադրված սիրով։ Բաղրամյանի ալերաղաց գործարան։ Պատասխանատվություն յուրաքանչյուր ծորեն հատիկի համար։ Բարձր վարկանիշով առաջատար ընկերություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Բաղրամյանի ալերաղաց գործարանի տնօրեն Վլադիմիր Գասպարյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Բաղրամյանի ալերաղաց գործարանի տնօրեն Վլադիմիր Գասպարյանին։ Իսկ մրցանակը կանձնի Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։ Բոլոր հայ գործարարները արժանի են միշտ բարձր գնահատանքի, քանի որ իրենք ոչ միայն արժեք են ստեղծում իրենց ընտանիքի, ընկերությունների համար, այլև նպաստում են իրենց գործունեությամբ մեր տնտեսության զարգացմանը։
ողջունում եմ եւ իհարկե սիրով ձեզ կտամ այս մրցանակը։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ մրցանակի համար, ինչքան պարտավորեցնող է մրցանակը։ Գովելի է նման մրցանակ ստանալը եւ դրանից բխում է նաեւ ապագա պարտավորություն։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր սպառողներին եւ շնորհակալություն եմ հայտնեմ ամբողջ անձնակազմին, Բարեկամյանի Ալարաղաց գործարանի։ Շնորհավորում ենք։ Իսկ հիմա եկավ երաժշտական դադար ունենալու հատվածը։ Վստահ եմ, որ այն երգիչը, որը կհայտնվի հիմա բեմում, շատ է վայելում ձեր սերը, ուղղակի շատ։ Համաձայն ես։ Միանշանակ, դիմավորեք։ Արամ, MP3 գնացի։ Եթե գիտեք միասին երկեք, վստահ եմ գիտեք։ Այս ինչ սիրուն վարգարուն է, ծաղիկները արթնանում են, սիրո ճամփանից տանում է, ինձ տանում է, բարտիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էր կյանքում այս, խեմտի նման ման եմ գալիս, արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ, իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ, հոյ նման մեղմ քայլում եմ, աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուր անցնում են, ամեն աղջիկ մի բերի է, մեկը մեկից սիրելի է, նրանց ձեռքին ես գերի եմ սիրար, սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ, իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Այստեղ ձեռքերը ոսկու ծափարություն է։ Սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ, իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Շնորհակալություն։ Արամ MP3։ Բա։ Գրիշա, Այո։ կարծեմ դու շատ ես, չէ՞, սիրում ճամփորդել։ Կա մի զբոսաշրջային ընկերություն, որն արդեն 15 տարի աշխարհը բացահայտելու լավագույն առաջարկներն ունի։ Ուշադրություն, դեպի էկրան։ Անրիվա, անուն, որը վերածվել է բրենդի ու դարձել երաշխիքը բարի համբավի, նվաճումների եւ ձեռքբերումների։ Ընկերություն, որն ունի 15 տարվա կենսագրություն։ Անրիվայի մասին պատմող գրքի յուրաքանչյուր էջը հերթական հաջողության, ժամանակի հետ առաջ քայլելու, նորարարություններով հանդես գալու, միջազգային մրցանակներ եւ շնորհակալագրեր հայրենիք բերելու մասին է։ Անուն, որի գործունեության հիմքում ընկած են համաշխարհային նշանակության ցուցահանդեսներին մասնակցելը, աշխարհի ցանկացած կետում Հայաստանը լավագույնս ներկայացնելը,
ներկայացնելը, ինչպես նաև նոր բիզնես հնարավորություններ եւ միջազգային կամուրջներ ստեղծելը։ Եվ այս ամենը, իհարկե, ընկերության գործունեության բոլոր ոլորտներում, միջազգային բեռնափոխադրումներից մինչև туриզմ, ուղիղ եւ կանոնավոր չվերթներով։ Իսկ այս գունեղ գրքի գլխավոր հերոսուհին Անրիվա գրուպի հիմնադիրն է, լեզվաբան, քաղաքագետ, օրինակելի մայր եւ քաղաքացի Հրիփսիմե Ստամբուլյանը, ով կարևորելով սոցիալական պատասխանատվությունը երկրի եւ հասարակության առջև, մշտապես արարում է հանուն զբոսաշրջության, տնտեսության գործարար կապերի զարգացման եւ հայրենիքի բարօրության։ Հանդիսանալով եգիպտական Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Անրիվան 9 տարի շարունակ իրականացնում է կանոնավոր ուղիղ չվերթներ դեպի Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխ, Հուրգադա, Կահիրե։ Անրիվան ուղիղ չվերթներ է իրականացնում նաև դեպի Թունիս եւ Օման։ Անրիվա 15 տարի շահիդ ժամանակի եւ տարածության մեջ։ Անրիվա գրուպ, վստահելիության չափանիշ եւ բարձրակարգ ծառայություններ։ ՀՀ զբոսաշրջության ոլորտում մեծ ավանդ ունեցող վստահելի գործընկեր եւ որակի երաշխավոր անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Անրիվա ընկերությունների հիմնադիր Հրիփսիմե Ստամբուլյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Անրիվա տուր օպերատորի հիմնադիր տնօրեն Հրիփսիմե Ստամբուլյանին։ Մրցանակը կանձնի Հայաստանում եւ Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին։ Շնորհակալ եմ մրցանակի համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Իրականում մենք այն ազգերից ենք, ով մշտապես պայքարների, մշտապես մեր հայրենիքի համար պայքարելով ենք ապրել եւ ստեղծագործել, եւ այս դժվարին պայմաններում, երբ Հայաստանը նորից ու նորից անցնում է իր շատ դժվարին պատմության քայլերով, իսկապես նման մրցանակները գործատուներին նոր ստիմուլ, նոր ստեղծագործության հնարավորություններ են։ Ձեզ իսկապես շնորհակալ եմ։ Thank you so much. Որքան մեծ պրոֆեսիոնալիզմ ու պատասխանատվություն պետք է ունենալ, որ փորձարկես ու սպառողին հանձնես ապահով դեղեր, սնունդ, այն ամենը, ինչը մեր առօրյայի մի մասն է կազմում։ Մեր հաջորդ մրցանակակրի պրոֆեսիոնալիզմը իրոք ապշեցնող է եւ 14-ամյա կենսագրություն ունի։ Լաբորատորիա, որ իրոք որակի չափանիշ է։ Ուշադրություն դեպի էկրան։ Տասնչորսամյա գործունեություն վստահության եւ անաչառության սկզբունքով FDA լաբորատորիա ՍՊ Գործունեություն, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, միավորելով 4 լաբորատորիաներ մեկ տանիքի ներքո։ Սննդի որակի եւ անվտանգության, դեղերի որակի հսկման եւ կենսահամարժեքության, ծխախոտի եւ դրա փոխարինիչների փորձարկումներ, մանրիաբանական հետազոտություններ։ Ընկերությունն ապահովում է գրագետ եւ արժանահավատ տվյալներ, աջակցում արտադրանքի ստեղծման պահից մինչև վերջնական արդյունք։ Ղեկավարության սկզբունքայնության եւ թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ FDA-ը առաջատար է հայրենիքում վստահելի գործընկեր միջազգային ընկերությունների համար։ FDA լաբորատորիան առաջինն է Հայաստանում, որ ստացել է միջազգային հավատարմագրում։ Փորձարկման լաբորատորիաների ստանդարտներին համապատասխանող ընկերությունը հավատարմագրված է Անաբանսի ամերիկյան ազգային հավատարմագրման խորհրդի կողմից, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմին ՊՕԱԿ-ի կողմից։ FDA-ը գրանցված է նաև Մաքսային միության հավատարմագրման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների միասնական գրանցամատյանում։ Նշանակված է համապատասխանության գնահատման մարմին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ FDA լաբորատորիան պատշաճ ուշադրության է արժանանում նաև պետական կառույցների կողմից։ Աչքի է ընկնում որակի բարձրացման ուղղված ռազմավարությամբ եւ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությամբ։ Կարգապահություն, անընդհատ աշխատանք եւ առաջընթացի հստակ տեսլական։ FDA լաբորատորիան 14 տարի շարունակ ապահովում է փորձարկումների որակ եւ հավաստի արդյունքներ։ FDA լաբորատորիա, որակի եւ պատասխանատվության խորհրդանիշ։
Միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն եւ որակի նշաձող անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է FDA Laboratoria SP-ին։ Մրցանակը կստանան FDA լաբորատորիայի որակի կառավարման ղեկավար Աննա Հակոբյանը եւ տնօրենի գլխավոր խորհրդական Էլեն Լոփոյանը։ Մրցանակը կհանձնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի վերահսկման վարչության պետ Արաքս Կուրղինյանը։ Ցանկանում եմ, որ շարունակական լինեն այսպիսի մրցանակները, իսկ ձեր կողմից մատուցված ծառայությունները մեր սպառողներին լինեն առավել վստահելի։ Մեր կողմից շնորհակալություն հայտնենք եւ Վարկանիշ ընկերությանը եւ էկոնոմիկայի նախարարությանը բարձր գնահատելու մեր տարիների փորձը։ Շնորհակալ ենք։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել FDA լաբորատորիայի աշխատակազմին։ Շնորհակալ ենք սիրելի թիմ, առանց թիմային աշխատանքի գործը երբեք չի հաջողվի։ Շնորհակալություն։ Գրիշա։ Այո, Գոհար։ Օրորի ավելի ես երիտասարդանում։ Ասեք։ Լավ է, չէ՞ պահպանվել։ Առողջ հոգին, առողջ մարմնում պիտի լինի, Գոհար։ Ինչ է, համաձայն չես։ Համաձայն եմ։ Կարծում եմ նաև կկրահի հանդիսատեսը, որ քո երիտասարդ մնալու բանաձևը կապված է ինչ-որ հաստատության հետ։ Մարզվել, Գոհար, մարզվել լավագույն վելնեսում։ Այդքան ուշադրություն դեպի էկրան։ Նորարարական մոտեցումներ, բարձրակարգ սպասարկում, միջազգային չափանիշներ։ Multi-Wellness մարզարողջարանային համալիր։ 10 տարի շարունակ ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություն, որը մշտապես ներկայանում է մասնագետների կողմից մշակված հատուկ ծրագրերով եւ ծառայություններով, նորարարություններով եւ ֆիթնես ուղղություններով։ Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների նորագույն սարքավորումներով հագեցած 10 մարզասրահ, փակ եւ բաց լողավազաններ, սպա կենտրոն եւ գեղեցկության սրահ։ Ամբողջական ծառայություններ մեկ վայրում։ Մարզումների նորարարական ծրագրեր, մարմնի կատարյալ խնամք, ճիշտ եւ առողջ սննդակարգ։ 3 բաղադրիչ, որոնց յուրօրինակ համադրությամբ Multi-Wellness համալիրում կյանքի են կոչվում բազմաթիվ այցելուների առողջ ապրելակերպի եւ կատարյալ կազմվածք ունենալու երազանքները։ Աշխարհի լավագույն մարզակումների պլատինե կատալոգում իր հաստատուն տեղը գրաված Multi-Wellness մարզարողջարանային համալիրի ծառայությունները նախատեսված են մեծահասակների, երեխաների, պրոֆեսիոնալ մարզիկների, ինչպես նաև առողջ կենսակերպին հետևող եւ կատարյալին ձգտող բոլոր այցելուների համար։ Multi-Wellness, ապրել wellness ոճով, հասնել հոգու եւ մարմնի ներդաշնակությանը։ Միջազգային չափանիշներին համապատասխան որակ եւ սպասարկում անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Multi-Wellness մարզարողջարանային համալիրին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Multi-Wellness մարզարողջային ակումբի տնօրեն Արման Փիրոյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Շնորհակալ եմ բոլորից հետ եւ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին եւ բոլոր նոմինանտներին, ում պետք է հասնի այս բարձր իրենց գնահատականը։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներից այս գեղեցիկ մրցանակի կապակցությամբ
Այս մրցանակը էլ ավելի պարտավորեցնող է մեր ակումբին, մեր ակումբի թիմին։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներից։ Եվ այսպես սպորտային տրամադրությունը պետք է համեմել մի լավ երաժշտությամբ։ Ինչ ես կարծում, Գրիշա։ Կրկին դիմավորեք Արամ MP3-ին ինք արժանի է ծափարություն։ Արամ MP3! Դու քայլում ես ու փայլում ես ու նազում, ինձ այրում ես ու քերիդ խաղով, ասաում ես երազում, ու մեզ կանչում ծիծաղով, երբ նայում ես հմայում ես քո լույսով, լուսաբաց ես գարնան լուսաբաց, ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով, քո աչքերով եմ գերված, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի առավոտ, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի առավոտ։ Հիմա փորձենք ձեռքերը բարձրացնել մի հատ բոլորս բարձր, վերևում, ծափերի տեսքով գնացինք, փորձենք մի քիչ ուրիշ բան անենք, շարժենք, հետո աջ, հետո ծախ միասին, այդպես, վերևում ողջունում եմ, շատ լավ եք անում, շատ լավ, Ինձ տեսնում ես, շատացնում ես նազերը, քո աչքերում արևն է շողում, դու նայում ես ու շոյում ես մազերը, աղբյուրի պես ծիծաղում, ես չգիտեմ թե որտեղից դու եկար, կանաչ կարնան ծիծեռնակի պես, դու չկայր ու իմ սրտի մեջ սեր չկար, հիմա սիրոցով եմ ես, գալիս ես դու գալիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի առավոտ, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի առավոտ, իմ կյանքի առավոտ, իմ կյանքի առավոտ։ Շնորհակալություն շատ, մերսի։ Արամ MP3։ Կոլեգաս է, գիտես չէ։ Ինչ առումով։ Բժիշկ։ Լավ։ Նաև նման ենք, որ բժշկությամբ չենք զբաղվում։ Ինչևից, շարունակենք։ Հայրենական արտադրող, որ առաջնորդվում է ուժը հոսանքի մեջ է կարգախոսով։ Անխոս, որովհետև մալուխների արտադրման ոլորտում տարածաշրջանում միակը առաջատարը հայկականն է, հայկական ընկերությունը։ Ծափարենք էլի։ Իսկ թե որ ընկերությունն է, ուշադրություն դեպի էկրան։ Առաջատար տեխնոլոգիաներ եւ որակի բարձր չափանիշ։ Տաշիր ընկերությունների խմբին պատկանող Ամպեր կազմակերպություն։ Ցածր եւ միջին լարման մալուխային արտադրանք թողարկող նորարարական գործարան, որ հանդիսանում է Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ մի շարք խոշոր կառուցապատող ընկերությունների առանցքային մատակարարը։
4 տարի առաջ Տաշիր քաղաքում հիմնադրված ամպեր արտադրական ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունն ալյումինից, պղնձից եւ ալյումինի համաձուլվածքից պատրաստված հոսանքահաղորդիչ ջղերով մալուխների եւ մետաղալարերի թողարկումն է։ Միջին լարման մալուխների արտադրման ոլորտում լինելով տարածաշրջանում միակը եւ իրականացնելով որակի խիստ վերահսկողություն, ամպեր գործարանի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում եւ հարևան Վրաստանում։ Ամպերի կարևորագույն առանձնահատկություններից են մշտապես նորացվող խոսքագծերը, վերջին սերնդի սարքավորումները, արտադրության մեջ տարբեր երկրներից ներմուծվող լավագույն հումքի օգտագործումը, լաբորատորիաներն ու հսկիչ սարքավորումները։ Ընկերության հիմնադիրների երիտասարդ ու նպատակասլաց անձնակազմի հետևողական աշխատանքի արգասիքը տարեց տարի ընդլայնվող գործունեությունն է, նոր գործընկերների հետ համագործակցությունը։ Ամպեր, որտեղ ուժը հոսանքի մեջ է։ ՀՀ էլեկտրահաղորդման ոլորտի առաջատար ընկերություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Ամպեր Փակ բաժնետիրական ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Ամպեր Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Գարիկ Կարսլյանին։ Մրցանակը կհանձնի Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Գայանե Հարությունյանը։ Բարի երեկո բոլորին։ Շնորհակալություն Վարկանիշ կազմակերպությանը այս շատ պատասխանատու գործը ինձ վստահելու համար։ Շնորհավորում եմ, մաղթում եմ մեծ հաջողություններ, թող մրցանակը նոր ձեռքբերումների, նոր արարությունների եւ նոր հաջողությունների մեկնարկ լինի։ Շարունակեք նույն ոգով։ Բարի երեկո ձեզ։ Նախ ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնեմ ձեզ, Տիկին Հարությունյան, ջերմ խոսքերի համար եւ շատ ուրախ ենք, որ ձեզանից ենք ստանում այս մրցանակը։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Վարկանիշ կազմակերպությանը, ժողովուրդ, անգամ շատ կայացած եւ խոշոր կազմակերպությունները ունեն գնահատված լինելու կարիք եւ շատ կարեւոր է այդ իրանց համար։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ամպեր Փակ բաժնետիրական ընկերության բոլոր մեր թիմից, որը որ գտնվում է դահլիճում, ժողովուրդ ջան, այս մրցանակը ձերն է եւ բոլորինս է, առանց ձեզ այս մրցանակը անհնարին է որ լինի։ Շնորհակալություն։ Գոհար։ Այո։ Կաթնամթերքի ընտրության հարցում ինչով ես առաջնորդվում։ Շատ կետեր կան, բայց հիմնականում տարիների փորձառությամբ, որակով եւ իհարկե լավ տեսականիով, որ շատ լինի տեսականի։ Այն մեր հաջորդ մրցանակակիրը ոչ միայն 90 տեսակի պահպանակ է արտադրում, այլև կաթնամթերքի ոլորտից բացի նվաճում է սննդի այլ ոլորտներ եւս, բա։ Լավ, ծանոթանանք։ Ուշադրություն դեպի էկրան։ Ավելի քան 3 տասնամյակ Թամարա ընկերությունը հանդիսանում է հայ սպառողի վստահության, համի եւ որակի խորհրդանիշը։ Ընկերության գործունեության հիմքում աշխատանքի հանդեպ անսպառ նվիրումն է եւ սպառողի նկատմամբ պատասխանատվությունը։ 37 տարիների նվիրյալ գործունեության արդյունքում Թամարան ձևավորել է յուրահատուկ մշակույթ, որտեղ յուրաքանչյուր արտադրանք սիրո, ճշգրտության եւ որակի խոսուն վկայությունն է։ Ալպիական մարգագետիների աներատ կաթից պատրաստված կաթնամթերքը, անուշահամ պաղպաղակներն ու բարձրորակ ալրային եւ կրեմային հրուշակեղենն արժանացել են հայ ընտանիքների անկեղծ գնահատանքին եւ սիրուն։ Թամարա ընկերության հաջողությունների բանալին մեծ ընտանիքն է, որն իր շուրջը համախմբել մոտ 300 նվիրված աշխատակիցների, 4000 գործընկեր կազմակերպությունների եւ ավելի քան 1 միլիոն հավատարիմ սպառողի։ Եվրոպական ժամանակակից բրենդային սարքավորումներով կազմակերպվող արտադրական գործընթացի շնորհիվ ապահովում է բարձր որակ եւ անթերի հիգիենա, սկսած հումքի մթերումից մինչեւ պատրաստի արտադրանքի թողարկում։ Արդյունքում Թամարան մշտապես ընդլայնում է սահմանները եւ ներկայացնում հայկական համը միջազգային շուկայում։ Այսօր Թամարայի պաղպաղակն արտահանվում է ԱՄՆ, իսկ արտադրատեսականին հասանելի է Վրաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում։
Բարձր որակն ու արժանիքները եւս մեկ անգամ հաստատվեցին 2025 թվականի հունիսին սրանդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով, որոնք վկայեցին արտադրանքի բացառիկ անվտանգության եւ որակի մասին։ Վերջերս Թամարա ընկերությունը ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից արժանացավ նաեւ ISO համապատասխանության սերտիֆիկատի։ Հենց այդ հետևողական աշխատանքի արդյունքում ընկերությունն ունի գոհունակ հաճախորդներ եւ առաջատար դիրք շուկայում։ Համի եւ որակի մշակույթ ձևավորող ընկերություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Թամարա ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Թամարա ընկերության լաբորատորիայի ղեկավար եւ որակի պատասխանատու Արմեն Մկրտչյանին։ Մրցանակը կանձնի Նարեկացին ընկերության համահիմնադիր Էլեն Արզումանյանը։ Բարի երեկո բոլորին։ Նախ ուզում եմ շնորհավորել մեզնից յուրաքանչյուրին։ Նաև շնորհավորում եմ Թամարա ընկերությանը, կարծում եմ այս ընկերության մասին շատ պետք չէ խոսել, բոլորս էլ օգտագործում ենք, բոլորս էլ ծանոթ ենք եւ ես շատ ուրախ եմ, որ նման ընկերությունները իսկապես արժանի գնահատանքի են արժանանում։ Բարի երեկո հարգարժան ներկաներ, Թամարա ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեր աշխատանքը բարձր գնահատելու կապակցությամբ։ Միշտ ասել եմ ու կասեմ, որ կանայք իրավաբանության ոլորտին սենց յուրահատուկ փայլ են տալիս, հաստատ։ Հատկապես այն կանայք, որոնք իրենց ոլորտի գիտակն են եւ ուրույն հետք են ստեղծել, զբաղվում են հասարակական գործունեությամբ եւ անդամակցում են բիզնես ակումբների։ Այդպիսին է նաև մեր հաջորդ մրցանակակիրը, որ տնտեսության մեջ կարևորելով փաստաբանությունը հանդիսանում է նաև Մանթաշյանց բիզնես ակումբի անդամ։ Ուշադրություն դեպի Վստահ իրավական դաշտում Փաստաբանների պալատի անդամ արբիտր Հասմիկ Մարտիրոսյան Խորագետ փաստաբան, ով 15 տարի առաջ հիմնադրելով Ուլպիանոս ընկերությունը ձևավորեց իրավաբանական հարթակ, որտեղ արդարությունն ու վստահելի գործընկերային հարաբերություններն առաջնայինն են։ Գործունեության 15 տարվա ընթացքում Հասմիկ Մարտիրոսյանին եւ Ուլպիանոսի փաստաբանական թիմին մշտապես հաջողվում է հաստատել արդարություն, ձևավորել օրենքի նկատմամբ վստահություն եւ հարգանք։ Կարևորելով ոլորտի առանձնահատկությունները, փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն ու գործընկերները մշտապես ինքնակրթվում են, կատարելագործվում, պահպանելով Ուլպիանոսի տարիների ընթացքում ձեռք բերած բարի համբավը եւ վայելելով վստահորդների հարգանքն ու սերը։ Հասմիկ Մարտիրոսյանի սկզբունքայնությունն ու արդարությունը փոխանցվել են փաստաբանի իրավագիտության ոլորտում հստակ քայլեր անող դուստրերին, ովքեր հաջողությամբ շարունակում են իրավաբանմոր արդարության երաշխավորի ճանապարհը։ Օրենքի պատվիրանները, որ գրվել են հին Ռոմում, ապրել անձնիվ, չվիրավորել ուրիշներին, յուրաքանչյուրին տալ իր արժանին, սա տրանսֆորմացել է մեր օրենսդրության մեջ։ Դու արդեն դատական պաշտպանությամբ իրեն տալիս ես արժանին արդարադատության միջոցով։ Դու պետք է միշտ գիտակցես, որ որտեղ սկսում է ուրիշի ազատությունները, այնտեղ սահմանափակվում է քո ազատությունը, որովհետև սկսում է մեկ ուրիշի ազատություն։ Հասմիկ Մարտիրոսյան, արդարության եւ օրինականության կին խորհրդանիշ։ Արդարության երաշխավոր անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Ուլպիանոս փաստաբանական ընկերության հիմնադիր փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Ուլպիանոս փաստաբանական գրասենյակի հիմնադիր փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանին։ Իսկ մրցանակը կանձնի խարիզմատիկ խրփոտ յուգոսլավսկի Սոնա Սարգսյանը։ Դիմավորեք Սոնային։ Երգչուհի Սոնա։ Բարի երեկո Յուգոսլավսկին, հա, ու ոչ միայն Յուգոսլավսկին։
Բարի երեկո, շնորհավորում եմ սրտան ձեզ, Հասմիկ ջան, թույլ տվեք ձեզ այս սատարանք։ Եվ իհարկե թույլ տվեք շնորհավորենք բոլորին, ժողովուրդ ջան, շնորհավորում եմ սրտանց։ Իրոք պարտավորեցնող է, իրոք այս ամեն ինչը գեղեցիկ է, ես շնորհակալ եմ Աստծուն կյանքին ու այստեղ այս պահին իմ գտնվելու համար։ Իսկ Սոնայից ստանալը մրցանակը, այս էներգետիկան ինձ համար առավել կարևոր էր ու, չգիտեմ, պարտավորեցնող նաև այս մրցանակը, սիրում եմ ձեզ բոլորից։ Սիրով, ձեզ անսպառ էներգիա եւ բոլորիս անսպառ էներգիա։ Շնորհավորում ենք։ 30 տարի լինել Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնասյուներից մեկը։ Ոսկե ուղու մասին է հուշում այս ամենը։ Դրա հետ մեկտեղ լինել սոցիալական բարձր պատասխանատվության օրինակ, հիմա կհամոզվեք, որովհետև այդ ամենին քչերն են ունակ։ Հատկապես երբ ստեղծում ու ղեկավարում ես ընկերություն, որով քո երկիրը ճանաչում են նաև օտարերկրյա սպառողները եւ չես մոռանում էկոլոգիայի մասին, որը իհարկե շատ կարևոր է։ Անուն, որ բոլորիս է ծանոթ, ուշադրություն դեպի էկրան։ Հայրենական արտադրող ոսկե ուղի անցնող ընկերություն, որ 30-ամյա գործունեության ընթացքում դարձել է Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնասյուներից մեկը եւ հայրենական արտադրության վստահելի խորհրդանիշը։ 90-ականների սկզբին, երբ պլաստիկ տարաների արտադրությունն ու կիրառումը նորություն էր մեր երկրի համար, Ovalpack-ը դարձավ ոլորտի առաջին նախաձեռնողը, ձևավորելով արտադրական նոր մշակույթ Հայաստանում։ Ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանը ընտանիքի հետ միասին կարողացավ գաղափարը վերածել երկարաժամկետ զարգացման ծրագրի։ Համառ եւ հետևողական աշխատանքի շնորհիվ գործարանը վերածվեց կայուն արտադրողի, որի վրա այսօր հիմնվում են հարյուրավոր բիզնեսներ, ինչպես նաեւ փոխեց սպառողի ընկալումը պլաստիկ տարան դարձնելով առօրյայում կիրառելի վստահելի լուծում։ Ovalpack-ը նաեւ մեծ ներդրում է կատարում շրջակա միջավայրի պահպանման գործում։ Արտադրական թափոնները այստեղ ամբողջովին վերամշակվում են եւ դառնում հումք տնտեսական նշանակության ապրանքների համար, ապահովելով արտադրություն ամբողջովին փակ շղթայով։ Լինելով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը, ընկերությունը մշտապես նպաստում է երկրի տնտեսության կայունացին եւ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը նաեւ միջազգային շուկայում։ Բազմաթիվ պետական պարգևներով, մրցանակներով ու սպառողի վստահությամբ արժևորված Ovalpack-ը այսօր եւս շարունակում է հետևել իր ձևավորած տեսլականին, բարձրացնել որակի չափանիշները եւ պահել վստահելի գործընկեր լինելու իր վարկանիշը։ ՀՀ տնտեսության զարգացման մեջ 30-ամյա ոսկե նախագիծ անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Ovalpack ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Խալաթյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Ovalpack ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Խալաթյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախ շնորհավորում եմ վարկանիշ ընկերության նման միջոցառում իրականացնելու համար։ Ես կարծում եմ, որ մեր գործարարները արժանի են, որ գնահատանքի արժանանան, եւ նաեւ շնորհակալություն եմ հատնում Ovalpack ընկերությանը 30 տարի Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու համար։ Ես կարծում եմ, որ դեռ մի քանի տասնյակ 30 տարիներ ձեր ընկերությունը պետք է լինի։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ եւ բարի երթ բոլորին։ Շնորհավորում ենք։ Լինել շինարարության ոլորտում արդեն 30 տարի, խոստովանեք, հեշտ չէ։
Ոչ միայն հեշտ չէ, նաև վկայում է ընկերության հուսալիությունն ու վստահելի լինելը։ Որովհետև հիմնադիրն ինքը վաստակավոր շինարար է։ Իր գործի նվիրյալն ու գիտակը, ուշադրություն դեպի էկրան։ Որակի եւ վստահության 30-ամյա խորհրդանիշ մեծ աներիկ շինարարական ընկերություն անուն, որ ասոցացվում է հուսալիության, որակի, անվտանգության եւ պատասխանատվության հետ։ Ընկերության հիմնադիր տնօրեն վաստակաշատ շինարար Լևոն Շահումյանի մասնագիտական բարձր որակների եւ փորձառու թիմի 30-ամյա գործունեության արդյունքում նախագծվել եւ վեր են խոյացել բնակելի եւ հասարակական նշանակության բազմաթիվ բարձրակարգ կառույցներ։ Պետական նշանակության մի շարք մասշտաբային նախագծերում հանդես գալով որպես գլխավոր կապալառու մեծ ներիկ ընկերությունը շահագործման է հանձնել բանկային, դատական, կրթական համակարգերի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված հաստատություններ։ Կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքը Այվ դպրոցը Դիլիջանում 31 շինություն Գյումրի քաղաքի Անիտ հաղամասում։ Պրեմիում դասի ճարտարապետական դյուրատիպ լուծումները, շինարարական ժամանակակից տեխնոլոգիաները, բարձր սեյսմակայունությունը, որակյալ նյութերի կիրառումն ու հարմարավետ նախագծերը մեծ ներիկ կառուցապատող ընկերության այցեքարտն են, ոլորտում հաջողելու գրավականը։ Բարդ շինությունների կառուցման համար գերժամանակակից տեխնիկայով հագեցվածության, մեծաթիվ աշխատուժի եւ ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվության շնորհիվ 2026 թվականին Երևանում շահագործման կհանձնվի Ալմա-Աթա պրեմիում դասի համալիրը։ Ցանկանում եմ, որ երկրի տնտեսությունը հզորանա եւ զարգանա, որի հիմքը հանդիսանում է նաեւ շինարարությունը։ Շինարարությունը աճի եւ գեղեցկացնի մեր երկրի քաղաքները, գյուղերը, շրջանները։ Մեծն Էրիկ, երկարամյա փորձառություն, վստահության երաշխիք։ Որակի եւ վստահության 30-ամյա խորհրդանիշ անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է մեծ ներիկ շինարարական ընկերության հիմնադիր տնօրեն Լևոն Շահումյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում մեծն Էրիկ շինարարական ընկերության հիմնադիր տնօրեն Լևոն Շահումյանին։ Մրցանակը հանձնելու համար բեմ ենք հրավիրում վաստակավոր ճարտարապետ պրոֆեսոր Հայկ Ասատրյանին։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ բարձր գնահատական է տվել իմ կազմակերպությանը, իմ կոլեկտիվին եւ ինձ վարկանիշ կազմակերպության կողմից։ Շնորհակալություն։ Որն է քո երազանքի բնակարանը, Գոհար։ Դե շատ կետեր կան, բայց պետք է շատ ամուր լինի, պետք է հարմարավետ պայմաններ ունենա եւ անպայման իհարկե ցանկալի է, անպայման չէ, բայց շատ ցանկալի է, որ կանաչապատ տարածք ունենա։ Մեր հաջորդ մրցանակակրի գաղափարախոսությունը հենց դա է, իդեպ։ Շինարարական ընկերություն, որն ունի բնությանը միտված գործնեություն, ուշադրություն դեպի Գործունեության 16 տարի, ավելի քան 300 ավարտուն շինություն, 8 տասնյակ ընթացիկ նախագիծ։ Բիդեք, շինարարական ընկերություն, որի առաքելությունը ոչ միայն բարձրակարգ ու հարմարավետ շինությունների կառուցումն է, այլև էներգախնայող համակարգերի եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։ Բիդեքի կողմից մինչև օրս նախագծվել եւ կառուցվել են բնակելի համալիրներ, բժշկական կենտրոններ, կրթական հաստատություններ, հասարակական նշանակության շինություններ։ Ընկերությունը դարձել է ինչպես ՀՀ պետական մարմինների, այնպես էլ միջազգային առաջատար կառույցների, համաշխարհային բանկի, Եվրասիական զարգացման բանկի եւ ՄԱԿ-ի հուսալի գործընկերը։ Բիդեքի հաջողությունների հիմքում հիմնադիրների տնօրեն Գառնիկ Ավետիսյանի ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող արհեստավարժ թիմի անձնուրաց աշխատանքն է։ Գործունեություն
Ընկերության ծավալներն օրեցօր ընդլայնող ընկերությունն իրականացնում է կառուցապատման, ապամոնտաժման, ասֆալտապատման եւ տարածքների բարեկարգման աշխատանքներ, ներգրավելով ավելի քան 1000 աշխատակից եւ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Բիդեքի գործունեության կարևոր ուղղություններից են կանաչապատ տարածքների ստեղծումն ու պահպանումը, ինչի հիմքը դրվեց դեռևս ընկերության հիմնադրման առաջին տարիներին, երբ եկամուտներն ուղղվեցին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառ զբոսայգու վերակառուցմանը։ Մենք ստեղծում ենք ձեր երազանքի բնակարանը եւ դարձնում այն հասանելի շքեղություն։ Բիդեք, վստահելի կառուցապատում, բնության պահպանման ուղղված գործունեություն։ ՀՀ քաղաքաշինության ոլորտում նորարարական նախագծերի իրականացման վստահելի կառուցապատող անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Բիդեք շինարարական ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Բիդեք ընկերության ֆինանսական տնօրեն Ալյոնա Աֆյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Dragsman SPY ընկերության փոխտնօրեն Գրիգոր Խալաթյանը։ Ինձ համար մեծ պատիվ է նման ընկերությանը հանձնել մրցանակ, որը որ հանրապետությունում մեծ ավանդ ու ներդրում ունի շինարարական ոլորտում։ Շնորհավորում եմ։ Բարև ձեզ, Բիդեք ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին, բոլորիդ մաղթում եմ հաճելի երեկո, շնորհակալություն։ Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, գոհար, թե չլինեն կինն ու Միանշանակ հայկական գինին։ Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի գինին։ Գրեթե մեկ դարի ավանդույթ, հրաշք բնության պտուղները ու նոր մոտեցումները ուղղակի անհաղթելի են։ Եթե կինն է պնդում, ուրեմն մի բան գիտի, ուշադրություն դեպի էկրան։ Ավանդույթ, որակ եւ ինքնություն։ Երեք հենք, որոնց վրա կանգնած է արդեն 75 տարվա պատմություն ունեցող Իջևանի գինու կոնյակի գործարանը։ 1951 թվականին գործարանը սկսեց ուղի բազմաթիվ մարտահրավերներով, բայց կերտեց արժանապատիվ ու զարգացման ներուժ ունեցող պատմություն։ Տարիների ընթացքում այն վերաճեց ոչ միայն տեղական նշանակության գործարանի, այլև տարածաշրջանում ու միջազգային շուկաներում Հայաստանի վստահելի ու ճանաչելի խորհրդանիշի։ Գործարանը նոր շունչ ստացավ շուրջ 20 տարի առաջ, երբ գնվեց գործարար Էմին Եղիազարյանի կողմից։ Պահպանելով հայկական գինեգործության դարավոր ժառանգությունը եւ վերածելով այն յուրատեսակ կնիքի, որդեգրեց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ ավանդույթի պահպանման ներդաշնակ սկզբունքը։ Այս վերափոխումների շնորհիվ գործարանն այսօր արտադրում է բացառապես բարձրորակ հումքով պատրաստված գինիների, կոնյակների, մրգօղիների, պահածոների, բնական հյութերի եւ ջրերի լայն տեսականի։ Վերապատրաստված մասնագետների փորձառությունը, նորագույն սարքավորումներն ու բարձրորակ հումքը ապահովում են անզուգական բույր, համ եւ կայուն բարձր որակ։ Իջևանի գինու կոնյակի գործարանն այսօր ոչ միայն արտադրական կենտրոն է, այլև Տավուշի զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը։ Տարեկան այստեղ են այցելում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, բացահայտելու հայկական գինեգործության եւ կոնյակագործության մշակույթը, վայելելու շրջանի բնությունը եւ տեսնելու, թե ինչպես են ավանդույթներն ու նորարարությունը միահյուսվում մեկ ընդարձակ արտադրական համալիրում։ Իջևանի գինու կոնյակի գործարան։ Գինեգործությունը որպես արվեստ, կոնյակը արվեստից ծնված վայելք։ Հայկական գինու խորհրդանիշ անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Իջևանի գինու կոնյակի գործարանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Զարուհի Մուրադյանը։
սիրելի հյուրեր, ինձ համար մեծ պատիվ է եւ մեծ ուրախությամբ ուզում եմ հանձնել այս մրցանակը։ Շնորհավորում եմ եւ ցանկանում եմ նրան նոր հաջողություններ։ Բարի երեկո, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակիցներին, առանց որոնց այս մրցանակը չէր լինի, ինչպես նաև շնորհակալություն մեր սպառողին նման բարձր գնահատականի համար, շնորհակալություն։ Ժամանակն է հիշել մեր հովանավորներին։ Վստահ եմ, չեք մոռացել, որ պետք է պահպանեք տոմսերը, որովհետև մրցանակաբաշխության ավարտից հետո մեզ սպասվում է խաղարկություն եւ հնարավոր է, որ հենց դուք դառնաք մեր ճամփորդության մասնակիցը։ Բացահայտեք աշխարհը Անրիվայի հետ, Տիկնայք եւ բանակ ծափարենք Անրիվային։ Մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր Բիդեք շինարարական ընկերություն։ Բիդեք, ստեղծում ենք երազանքի բնակարաններ։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր գործընկերներին Դան Դեսերտ հրուշակեղենի ձեռնարկությանը, Իջևանի գինու կոնյակի գործարանին։ Եվ հիմա սիրելի հանդիսատես բեմը հանձնում ենք մի շատ տաղանդավոր երգչի եւ նրա անունն է Մավր։ Դիմավորեք, Մավր։ Շատ բարձր ծափարում եք մեր սահմանու կանգնած բոլոր տեղերքի համար։
Շնորհակալություն։ Փափուկ, անվտանգ, բարձրորակ։ Այս ընկերության արտադրանքը սեղանին, գրպանում, կենցաղում ամենուր է եւ ուշադրություն լրիվ հայկական է։ Ավելի քան 20 տարի նրանք հեշտացնում են մեր կենցաղը։ Ես կասեի նաեւ հարմար ու անվտանգ դարձնում։ Ուշադրություն էկրանի։ Անձեռոցիկներ եւ հիգիենայի պարագաներ արտադրող Էկա Պրեմիում ընկերություն։ Հասցե, որտեղ համադրվում են նորարարական տեխնոլոգիաները եւ հարմարավետության գաղափարը։ Հիմնադիր տնօրեն Վահե Մանուկյանի հետևողական աշխատանքի եւ պատրաստական թիմի շնորհիվ գործունեության 25 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է առաջատար դիրքեր զբաղեցնել հայկական շուկայում, ընդլայնել արտադրական հզորությունները, զարգացնել արտահանումը, բարձրացնելով ապրանքանիշի ճանաչելիությունը տարածաշրջանում։ Հորեկա արդյունաբերության առաջատար, էկոլոգիապես մաքուր եւ հուսալի հումքից պատրաստված Էկա Պրեմիումի լայն տեսականին գոհացնում է նույնիսկ ամենակմահաճ հաճախորդին։ Ընկերության մշտապես արդիականացվող արտադրական սարքավորումները նոր ու ժամանակակից հոսքագծերն ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան ապրանքատեսականու, անձեռոցիկների լայն ընտրանու, տարբեր հիգիենիկ միջոցների, այժմ արդեն բժշկական երկշերտ սավանների արտադրությանը։ Էկա Պրեմիում հայկական արտադրանք 25 տարի շուկայում։ Էկա Պրեմիում, ստեղծված որակի, նորարարության եւ անվտանգության սկզբունքներով։ Միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Էկա Պրեմիում ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Էկա Պրեմիում ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Մանուկյանին։ Մրցանակը կհանձնի Մանասյան գրուպ բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնեսի աճի էքսպերտ եւ բիզնես քոուչ Հայկ Մանասյանը։ Շնորհակալություն Վարկանիշ կազմակերպությանը այս լավ մրցանակը մեզ հանձնելու համար եւ շնորհակալություն մեր սպառողներին մեզ վստահելու համար եւ մեր ամբողջ թիմին շնորհակալություն։ Հայաստանի գործարարների շնորհիվ հաճախ հպարտություն ես ապրում, երբ օգտվում ես գերժամանակակից, որակյալ, անվտանգ եւ գեղեցիկ վերելակներից։ Ճիշտ է։ Վերջերս հատկապես մեր հաջորդ մրցանակակրի շնորհիվ ուղղակի հիանում եմ թե ֆունկցիոնալ, թե էսթետիկ վերելակներով։ Ամեն ինչի լավն եք սիրում։ Ուշադրություն դեպի էկրան։ Բարձր պրոֆեսիոնալիզմ, միջազգային չափանիշներ, անվտանգության երաշխիք։ Մեգալիֆտ ընկերություն, որն առաջնորդվելով անվտանգություն եւ որակ կարգախոսով կյանքի է կոչում միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ, իրականացնելով վերելակների, ամբարձիչների, խոհանոցային վերելակների եւ շարժասանդուղքների ներկրում, տեղադրում եւ հետագա սպասարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Ընկերության հիմնադիր տնօրեն ոլորտի լավագույն գիտակ Հունան Ավետիսյանի եւ Բանիմաց թիմի շնորհիվ Մեգալիֆտն այսօր հանդիսանում է հանրապետության առաջատար կազմակերպություն, ապահովելով ժամանակի շնչով կառուցված եւ սպասարկվող վերելակներ։ Ընկերությանը վստահված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների, համերգասրահների, բժշկական եւ բիզնես կենտրոնների, հյուրանոցների հատուկ մոտեցումներով վերելակների տեղադրումն ու սպասարկումը։ Առաջնորդվելով հասարակության կենսակերպը բարելավելու տեսլականով, Մեգալիֆտ ընկերությունը մշտապես աչքի է ընկնում նորարարական գաղափարներով, ապահովելով ժամանակի շնչով կառուցված եւ սպասարկվող վերելակներ։ Մենք ապահովում ենք մարդկանց անվտանգությունը եւ ոչ միայն վերելակից օգտվելը։ Մեգալիֆտ, պրոֆեսիոնալ մոտեցում եւ փորձառություն հատուկ նախագծերում։
Որակի եւ անվտանգության չափանիշ անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Megalift ընկերության հիմնադիր տնօրեն Հունան Ավետիսյանին։ Մրցանակը ստանալու համար մենք հրավիրում Megalift ընկերության հիմնադիր տնօրեն Հունան Ավետիսյանին։ Իսկ մրցանակը կհանձնի երիտասարդ գործարար Diligent in Projects-ի հեղինակ Մովսեսյան եւ Partners բրենդի հիմնադիր Վարդան Մովսեսյանը։ Բարի երեկո հարգելի ներկաներ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այս միջոցառումը որակի մասին է եւ ամենայն պատասխանատվությամբ կուզենայի այս մրցանակը հանձնել Megalift ընկերությանը, իդեմս Հունան Ավետիսյանին։ Թող որ 26 թվականը բոլորիս համար անվտանգ լինի, ուրախ լինի եւ նորանոր հաջողություններ եւ թե վերելակով կամ առանց վերելակ բարձունքներ հաղթահարենք։ Շնորհակալություն բոլորին։ Լավաշի լավագույն հոսքագծեր արտադրող ընկերության շնորհիվ հպարտանալու մի առիթ էլ ունեցանք, բա գոհար։ Հայկական լավաշը գրավում է աշխարհը։ Էլ չեն ասի, հետդ լավաշ բեր։ Ուշադրություն էկրանին։ Միջազգային որակի չափանիշներ, արտադրված է Հայաստանում մակնշում, արտադրական պրոցեսների արդյունավետություն եւ կայունություն, հայկական լավաշի քարե հոսքագծեր, որտեղ միավորված են հազարամյա ավանդույթը եւ ժամանակակից ինժեներական ճշգրտությունը։ SAV Group Armenia, ընկերություն, որ ստեղծվեց 13 տարի առաջ եւ որպես ուղենիշ ընտրեց որակը։ Ի սկզբանե ընկերության հիմնադիր տնօրեն Սեյրան Ավետիսյանի նպատակը մեկն էր՝ հայկական արտադրանքը մրցունակ դարձնել ամբողջ աշխարհում, իսկ արտադրված է Հայաստանում մակնշումը վերածել բրենդի։ SAV Group Armenia-ի գործունեության առաջնային ուղղությունն արտադրական ոլորտի հաստոցների, դռների եւ պատուհանների, երկաթյա կոնստրուկցիաների պատրաստումն է։ Միջազգային չափանիշներին համապատասխան լավաշի արտադրության համար նախատեսված քարե հոսքագծի շնորհիվ ընկերությունը ոլորտում ներդրեց նոր չափանիշներ, զգալիորեն նվազեցնելով ծախսերը, ապահովելով մինչև 40% արտադրողականության աճ։ Արտադրական կոնստրուկցիաների ոլորտում լինելով միակ հեղինակային արտադրողը SAV Group Armenia-ն շնորհիվ նորարարական գաղափարների, բարձրորակ արտադրանքի եւ փոխշահավետ առաջարկների մշտապես վայելում է գործընկերների վստահությունը։ SAV Group Armenia-ն իր գործունեությունը կառուցում է միջազգային վերահսկվող չափանիշների հիման վրա, ինչի վկայությունը որակի կառավարման համակարգի ոլորտում ունեցած ISO սերտիֆիկատն է։ Անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծի, յուրօրինակ լուծումներ եւ սահմաններ չճանաչող ստեղծագործականություն։ Մեր քարե հոսքագծի շնորհիվ մեր հայկական լավաշի համնուհոտն ենք բարձր պահում ամբողջ աշխարհում։ Ահա SAV Group Armenia-ի ուղենիշները։ SAV Group Armenia, հեղինակային խոսք արտադրության ոլորտում։ Հայկական արտադրանքը միջազգայնացնող ընկերություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է SAV Group Armenia ընկերության հիմնադիր տնօրեն Սեյրան Ավետիսյանին։ Մրցանակը ստանալու համար մենք հրավիրում SAV Group Armenia-ի հիմնադիր տնօրեն Սեյրան Ավետիսյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Signum խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, համաշխարհային ազատ տնտեսական գոտիների կազմակերպության Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն, տնտեսագետ coach mentor Նիկա Մանուկովան։ Այս հաղթանակը ոչ թե իմ հաղթանակն էր անձամբ, այլ իմ բոլոր թիմի։ Նաև շնորհավորում եմ իմ բոլոր թիմին ու բոլոր մրցանակ ստացողներին։ Հիշում եք, Սոնան խոսք տվեց, որ կվերադառնա։ Իսկ Սոնան, որ ասում է,
Յուգոսլավսկի։ Դե Սոնայի ասածը ասած է։ Գիտես։ Դիմավորեք։ Սոնա։ Ինչ մի հատ շնորհավորում եմ բոլորին։ The Leader 2025 բոլոր ով ստացել են մրցանակ։ Ձեզ անսպար էներգիա։ Kevin McCall. Feeding them, collecting big bucks around the world, we receiving them, taking our love just to give a little joy. You know who we are. That's right. Bad boy, 17 in the making, no time for the faking. So get on the floor, let me see your body shaking. I want you to want this hot fantasy, cause I love what you do to me. You do what you do to me. Give me love, it's in the blood. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me. The way that it's supposed to be. Live your fantasy. Love me nice to see. I said take me like a man. I said take me as I am. I said take me by the hand. I said take me if you can. I said you can turn away. I said you cannot divide. I said you can't be afraid. And you cannot deny. The way that I feel should be plain to see, cause you be taking control of the lover in me. I never ever felt such a feeling so free. The way that you kiss me, we can make history. I give you all my love till there's nothing that's left of me. Yes, in the end, that's the way it's supposed to be. Bad boys, bad girls, sharing ecstasy, cause I love what you do to me. You do what you do to me. Give me love, it's in the blood. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me. The way that it's supposed to be. Live your fantasy. Love me nice to see. I said take me like a man. I said take me as I am. I said take me by the hand. I said take me if you can. I said you can turn away. I said you cannot divide. I said you can't be afraid. You cannot deny. What you do to me? Yeah. Real McCoy. Real McCoy on the mic now. Do what you do to me. Sona. Yeah. That's what I mean. Do what you do to me. One time. Do what you do to me. Give me love, it's in the blood. Let's go all the way. Come on and make my day. Do what you do to me. The way that it's supposed to be. Live your fantasy. Love me nice to see. I said take me like a man. I said take me as I am. I said take me by the hand. I said take me if you can. I said you can turn away. I said you cannot divide. I said you can't be afraid. And you cannot deny. Thank you. Merci. Շնորհավորում եմ նորից ու նորից։ Спасибо огромное։ 38 տարվա փորձ։ Քաղցր անուն, որ որակի հոմանիշ է դարձել։ Քաղցր են, որ ուտում ես չես հագենում, այդքան համեղ է, բայց դե փորձում ես շատ էլ չտես, որ չգիրանաս, չի ստացվում մի խոսքով։ Ասեմ, նաև բավականին շատ տեսականի ունեն, 80-ից ավելի։ Ինձ թվում է արդեն մեր հանդիսատեսը կռահեց։ Այս ընկերությունը ոչ մի ընկերության հետ հնարավոր չէ շփոթել։ Ուշադրություն դեպի էկրան։ Երեսունութամյա հետագից հեղինակություն սպարողի բարձր գնահատական Դան դեսերտ համի որակի էսթետիկայի յուրօրինակ խառնուրդ
Համաշխարհային հռչակավոր հրուշակեղենի եւ հայ հրուշակագործների մասնագիտական հարուստ փորձառության համադրում, որ ստեղծում են արվեստի յուրօրինակ նմուշներ, գրավում սպառողին նրբագեղ համով եւ յուրատիպ դիզայնով։ Տորթերի ու քաղցրավենիքի 80-ից ավելի տեսականի 6 ֆիրմային խանութ Երևանում եւ 260 վաճառատեղ ամբողջ Հայաստանում։ Անուն, որ համի, արվեստի ու որակի հոմանիշ է։ Դանդեսերտը սիրված է ոչ միայն սպառողի կողմից, այլև ոլորտում ունի բարձր վարկանիշ։ 38-ամյա կենսագրության հիմքում ազնվությունն է, նվիրումն ու սերն առ հրուշակագործության քաղցր աշխարհը։ Դանդեսերտ ընկերության համահիմնադիր Զարուհի Դանելյանը եւ իր պրոֆեսիոնալ թիմը յուրաքանչյուր խմորեղենի մեջ դնում են անսահման սեր, հմտություն ու ջանք հանուն սպառողի եւ հայրենական արտադրության կայացման։ Դանդեսերտ ընկերությունը կարևորելով արտադրանքի բարձր որակը, խմորեղենի տեսականին պատրաստում է բացառապես բարձրորակ հումքով, հեղինակային տեխնոլոգիաներով եւ բաղադրատոմսերով։ Իսկ վերջին սերնդի սարքավորումների կիրառումը ժամանակի պահանջն է, ապահովելու քիմքին վայել անուշահամ հրուշակեղեն։ Դանդեսերտ, անուն, որ դարձել է բրենդ։ Համի արվեստ եւ հրուշակեղենի ոլորտում առաջատար ընկերություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Դանդեսերտ ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Դանդեսերտ ընկերության ներկայացուցիչ Անժելա Յենգուլյանին։ Իսկ մրցանակը կանձնի գեղեցկուհի Գոհար Գասպարյանը։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ մեր ամբողջ անձնակազմի կողմից մեր խորին գնահատանքը մեր սպառողին տարիներ շարունակ վստահության, նվիրվածության եւ սիրո համար։ Շնորհակալություն, որ մեր ճանապարհի կարևոր մասնիկն եք։ Գրիշա, համաձայն ես, չէ, որ շատ բան է կախված բանիմաց ղեկավարից։ Միանշանակ, դե ի սկզբանե ղեկավարը պիտի սիրի իր համայնքը, երկիրը, հողն ու ջուրը։ Երբ սիրում է, ակունքի նման զարգացնում է։ Այդպես։ Ուշադրություն դեպի էկրան։ Նորանոր գաղափարներ, զարգացող ենթակառուցվածքներ եւ ծաղկուն մշակութային կյանք։ Ակունք խոշորացված համայնք։ Վայր, որտեղ մշտապես իրականացվում են 8 բնակավայրերի զարգացման ուղղված համահավասար աշխատանքներ։ Կառավարության, միջազգային կառույցների հետ համագործակցության, ֆակտորինգի ծրագրերի մասնակցության արդյունքում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, բնակիչներին հնարավորություն ընձեռելով ապրել արժանավայել կյանքով։ Արդեն 3 տասնամյակ համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի սրտացավ վերաբերմունքի շնորհիվ Կոտայքի մարզի ակունք համայնքն ունի յուրատիպ եւ օրինակելի դիմագիծ։ Ապրում է բոլոր բնակավայրերը ամբողջովին բարեկարգ տեսնելու իրական տեսլականով։ Հարուստ շինարարական կյանքով ապրող համայնքում վերջին ամիսներին շահագործման է հանձնվել 1 մանկապարտեզ, ավտոկայանատեղի, 2 արհեստական ֆուտբոլի դաշտ եւ 1 նոր մարզադաշտ։ Ընթացքում են եւս 3 մանկապարտեզի եւ 3 դպրոցի շինարարական աշխատանքները։ Գրեթե բոլոր բնակավայրերում շարունակվում են ասֆալտապատման, ջրամատակարարման եւ լուսավորության բարելավման ծրագրերը, հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի առաջնային խնդիրները։ Այսուհետ եւս ակունք համայնքի աշխատանքները ուղղված կլինեն համայնքի համաչափ եւ կայուն զարգացմանը, հաշվի առնելով ազգաբնակչության շահը։ Ակունք խոշորացված համայնք, զարգացում յուրաքանչյուր բնակավարում։ Տիմ ոլորտում երկարամյա վաստակ եւ նվիրում անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
երեկո բոլորին նախ շնորհակալություն համայնքի ղեկավարին այսօրվա այս մրցանակը ստանալու համար ու բազմավաստակ աշխատանքի համար ինքը մեր երկարամյա համայնքի ղեկավարներից մեկն է շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին շնորհակալություն Որին շնորհակալությունս եմ հայտնում մեր մեծ աշխատակազմին, համայնքի աշխատակազմին, որոնց շնորհիվ այսօր արժանանում ենք այս բարձր մրցանակին։ Շնորհակալություն բոլորին։ Միջպետական, հանրապետական ճանապարհները երբեմն այնքան լավն են, որ հաճույք է ստանում, հատկապես շաբաթ կիրակի քաղաքից դուրս գնալուց ու Հայաստանի ճգնաղ բնությունը վայելելուց։ Համաձայն եմ Գրիշա, որովհետև ավանդույթներ ստեղծող, կենսագրություն ու հետ կունեցող վստահելի ճանապարհաշինարարներ ունենք։ Ոնց որ գուշակում ես հաջորդ մրցանակակրին։ Այո, լավ ճանապարհների երաշխավորին։ Ուշադրություն դեպի էկրան։ Հայրենանվեր աշխատանք, երթևեկելի եւ անվտանգ ճանապարհներ։ Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն։ Կազմակերպություն, որի արդյունավետ գործունեության 30-ամյա պատմությունը կերտվել է նախ հիմնադիր Սամվել Տիտանյանի, ապա որդու ընկերության երկարամյա տնօրեն ավտոճանապարհների եւ օդանավակայանների շինարար Մուկուչ Տիտանյանի շնորհիվ։ Լոռու մարզի Թումանյանի ողջ տարածաշրջանում ճանապարհաշինարարության եւ ճանապարհների սպասարկում իրականացնող Թումանյանի ճանշինին են վստահված նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ պահպանումն ու նորոգումը։ Ճանշինի ղեկավարության եւ նվիրյալ աշխատակազմի տարեց-տարի համալրվող նորացվող տեխնիկայի եւ անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ մշտապես անցանելի ու անվտանգ է հանրապետական նշանակության Վանաձոր Ալավերդի Վրաստան մայրուղին։ Դեբետի ավազակոպչային խառնուրդի հանքավայրի ձեռքբերումը նոր փուլ էր ընկերության պատմության մեջ։ Ձեռնամուխ լինելով խճի ու ավազի արտադրությանը, ընկերությունն այսօր իրականացնում է նաեւ շինարարական աշխատանքներ։ Բարեկարգ ճանապարհները կարևոր են բոլորիս կյանքի համար։ Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն։ Վստահելի ճանապարհաշինություն, անվտանգ ճանապարհներ։ Վստահելի ձեռագիր եւ բարձրակարգ սպասարկում անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Թումանյանի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն ընկերության տնօրեն Մուկուչ Տիտանյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Թումանյան ճանապարհաշինարարական ընկերության գլխավոր ինժեներ Հրայր Ամիրաղյանին։ Իսկ մրցանակը կհանձնի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը։ Բարի երեկո բոլորին, սրտան շնորհավորում եմ պարոն Տիտանյանին այս պարտավորեցնող եւ շատ լավ մրցանակի կապակցությամբ իրականում պարոն Տիտանյանը եւ Թումանյան ՃՇՇ-ն կարողանում է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Շնորհակալություն եմ հայտնում ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին տնօրենության կողմից այս վստահության համար, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում այս կազմակերպիչների համար։ Շնորհակալություն։ Հազար գույնի, հազար չափի, հազար սիմֆոնիա ունեցող քարերի երկիր ենք մենք։ Հենց դրա համար մեր ճգնաղ երկիրն անվանում են քարերի երկիր։ Իսկ մեր հաջորդ մրցանակակիրը հայկական քարերին հնչեղություն, ձև ու բովանդակություն է տալիս։ Ուշադրություն դեպի էկրան։ AA1 կոնցեռն, ընկերություն, ուր ամեն քար ունի իր պատմությունը։
Ձեռնարկություն, որ ծնունդ առավ կառուցապատողին առաջարկելու հայկական քարերի ողջ տեսականին, պահպանելու վարդագույն քաղաքի դիմագիծը, գնահատելու սև տուֆի կարծրությունն ու տրավերտինի թեթև շքեղությունը։ Հիմնադիր գործարարներ Եգոր Համբարձումյանի եւ Գագիկ Խաչատրյանի փորձառության շնորհիվ կարճ ժամանակահատվածում կոնցեռնը դարձել է հանրապետության խոշորագույն ընկերությունների BDK, New City Project-ի, Central Residency, Genesis-ի եւ մի շարք այլ համալիրների վստահելի եւ գնահատված մատակարարը։ AA1 կոնցեռնի բարձրորակ քարերն ու օդափոխվող ֆասադների համար նախատեսված երեսպատման սալիկներն արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն եւ Եվրամիության երկրներ։ Վերջին սերնդի տեխնոլոգիաներով վերազինված արտադրամասերը, հաստոցները եւ սարքավորումները AA1 կոնցեռնի գործունեության արդյունավետության երաշխիքն են։ Առաջատար արտադրողի հայրենանվեր գործունեությունը մշտապես արժանանում է սպառողի եւ վարկանիշավորող ընկերությունների բարձր գնահատանքին։ Մեզ վստահում են, որովհետև մենք արտադրում ենք որակով երեսպատման սալիկներ։ AA1 կոնցեռն, որակի եւ երաշխիքի համադրում։ Հուսալի գործընկեր որակի չափանիշ անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է AA1 կոնցեռն ՍՊ-ին։ Մրցանակը ստանալու համար մենք հրավիրում AA1 կոնցեռնի համահիմնադիր Գագիկ Խաչատրյանին։ Մրցանակը կհանձնի BRICS ընկերության տնօրեն Արմեն Իսոյանը։ Շնորհակալ եմ մրցանակի համար։ Այս մրցանակի արդյունքն է մեր ճիշտ կազմակերպված աշխատանքը, որի համար շնորհակալ եմ մեր աշխատակազմից։ Եվ այս մրցանակը մեր ոգեշնչում է ավելի բարձր պահել մեր որակը եւ միշտ լինել շուկայում առաջատար։ Քրիշ, գիտեիր, որ դեռ մեր թվարկությունից առաջ հայերն արտադրել են գարեջուր։ Քսենոփոնեական ջկանչի։ Տեսնես Դիլիջանի գարեջրի մասին ա գրել։ Հնարավոր է, շատ հնարավոր է։ Կարող է։ Ուշադրություն դեպի էկրան։ Դիլիջան, Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը։ Հենց այստեղ Սաղարթախիտ անտառների բարձունքում հիմնադրվել է Դիլիջան գարեջրի գործարանը, վայր, որտեղ 2017 թվականի հուլիսից եփվում եւ շշալցվում է Հայաստանում արտադրվող լավագույն գարեջրերից մեկը։ Գարեջուր, որը մեծ ճանաչում ունի թե տեղական եւ թե միջազգային շուկաներում, որը բարձր գնահատականների արժանացել բազմաթիվ մրցույթներում եւ սիրվել սպառողի կողմից։ Այս անիրական նախագծի աշխատանքները սկսվել էին դեռևս 2011-ից, երբ առաջացավ երազանք հայկական գարեջրագործությունը զարգացման նոր միջազգային ու արդիական փուլ մտցնել, երբ սահմանվեցին հստակ նշաձողեր, որոնց հասնելն այդ պահին գրեթե անիրական էր թվում, բայց այսօր այդ ամենն արդեն իրականություն է։ Լայնածավալ շինարարական աշխատանքներ, հսկայական ներդրումներ, բանակցություններ աշխարհի լավագույն հոսքագծեր արտադրող ընկերությունների հետ եւ ելի շատ ու շատ փուլեր։ Այսօր Դիլիջան գարեջրի գործարանն ամբողջությամբ հագեցած է եվրոպական արտադրության մեքենասարքավորումներով եւ հոսքագծերով, գարեջրի եփումից մինչեւ շշալցում ընկած արտադրական process-ում նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը։ Լավագույն հումքը, բարձրակարգ գարին, հատնտիր գայլուկն ու Դիլիջանի հանրահայտ ջուրն ապահովում են մեր արտադրանքի որակն ու յուրահատկությունը։ Համի եւ որակի լավագույն համադրություն անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Դիլիջան գարեջրի գործարանին։ Մրցանակը ստանալու համար մենք հրավիրում Դիլիջան գարեջուր ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Էդմոնդ Հարությունյանին։ Խնդրեմ։ Իսկ մրցանակը կհանձնի անկրկնելի գործընկեր շոումեն Գրիգոր Աղախանյան։ Շնորհակալ եմ բոլորից, շնորհավորում եմ բոլորիդ։
Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջընթացի լուսաբանում հրապարակումներ եւ հարցազրույցներ։ Արդեն 14 տարի հայ արտադրողներին մոտիվացնելու եւ լավագույնս լուսաբանելու համար մենք ենք հրավիրում ժողովուրդ օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին եւ իհարկե Արմլուր Կետեևի պատասխանատու խմբագիր Սոնա Գրիգորյանին։ Դուք արժանանում եք պատվոգրերի, շնորհավորում ենք, շնորհակալ ենք։ Բարի երեկո, շնորհակալություն մրցանակի համար, Վարկանիշին։ Մեր անձնակազմը եւս այստեղ է, սա միայն մեր մրցանակը չէ, սա ժողովուրդ օրաթերթի եւ Արմլուր լրատվականի 24/7 աշխատանքի արդյունքն է։ Մենք խոստանում ենք շարունակել մեր աշխատանքը, տեղեկատվություն տալով հանրությանը։ Շնորհակալություն մեզ գնահատելու համար, իսկապես պարտավորեցնող է։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, շարունակեք ձեր կարևոր աշխատանքը, իսկ մենք որպես 4-րդ իշխանություն կհետևենք պատկան մարմիններին, թե ինչպես են նրանք փոխհարաբերվում ձեզ հետ, որպիսի հանկարծ անարդար չվարվեն։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիդ։ Պատրաստեք ձեր տոմսերը, սկսում ենք ամենասպասված խաղարկությունը։ Խաղարկություն իրականացնում է մեր հարգարժան գործընկեր Անրիվա տուրօպերատորը, որը 6 տարի շարունակ հանդիսանում է Newell Air ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում եւ իրականացնում է ուղիղ թռիչքներ դեպի Թունիս։ Այնպես որ հաջորդ Թունիս մեկնողը հենց ձեզնից մեկն է լինելու, քանի որ հենց հիմա Անրիվան խաղարկում է տոմս դեպի Թունիս։ Մենք սկսում ենք մեր խաղարկությունը։ Եվ այսպես Հիմա իրոք, եթե հանեք, եթե դահլիճում եղավ, բայց պետք է ճիշտ կարդալ, չխառնեք ամֆիթատրոնը պարտերի հետ, դա շատ կարևոր փոքրիկ մանրուք է։ Հա։ Եվ այսպես, ամֆիթատրոն, կարգ 3, տեղ 8։ Մենք ունենք հաղթողին, որը արժանանում է ուղևորության դեպի Թունիս։ Ժոր, չենք նախանձում, ծափարում ենք, Այ քեզ բա։ Ստուգում ենք, հապա։ Բայց դա մի 4-5 հատ աբերը մի անգամից, մեկը ոնց ֆրակը կպներ, հա։ Ճիշտ է, ամեն դեպքում ստացվել է ամֆիթատրոն, կարգ 3, տեղ 8։ Սա 4-ով էլ կգնան, չէ։ Շնորհավորում ենք, ձեր անունը Արթուրը դարձավ մեր հաղթողը այսօրվա։ Սիրելի հանդիսատես, շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին։ The Leader 2025 մրցանակաբաշխությունը կայացավ հենց ձեր շնորհիվ եւ իհարկե Վարկանիշ ընկերության։ Մենք կհանդիպենք հաջորդ տարի, շնորհակալություն բոլորին։ Մեզ բոլորից բարի տարի։